Արագածոտնի մարզի Մելիք գյուղում օրը դաժանաբար սպանելու մեջ մեղադրվող 20-ամյա տղան կտեղափոխվի հոգեբուժարան, հայտնել են քննչական կոմիտեից։ Մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով այն է սպանությունը, որը կատարվել է մերձավոր ազգականի կողմից։ Հաշվի առնելով քրեական վարույթում առկա փաստական տվյալները, նրա նկատմամբ անվտանգության միջոց բժշկական հսկողություն կիրառելու մասին միջնորդություն է ներկայացվել դատարան, որը դատարանը բավարարել է։ Հուլիսի 27-ին առեղծվածային ու ողբերգական մահվան դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում ժամը 19:30-ի սահմաններում ներքին գործերի նախարարության ոստիկանության գլխավոր վարչության բազումի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բուլղարական երկրորդ ավանի տնակներից մեկում երեխայի դիկ է։ Պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է եւ քրեական ոստիկաններն ու իրավապահները նշված վագոն տնակի կողքին հայտնաբերել են 6-ամյա աղջնակի մարմինը։ Դեպքի փաստով քննչական վարչությունում սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, ըստ տեղեկությունների երեխային մահացած հայտնաբերել է քույրը։ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի օրակարգային կարևոր թեմաներից է Գյումրի կարս երկաթուղու գործարկումը։ Երկաթուղու վերագործարկման մասին պայմանավորվածությունը Հայաստանն ու Թուրքիան ձեռք էին բերել դեռևս 2025 թվականի սեպտեմբերին, երբ Հայաստան էր ժամանել կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քլաչը։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը Սերդար Քլաչի եւ երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացում այդ ժամանակ Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի հանդիպան արդյունքներով հաղորդագրություն էր տարածել, որում նշվում էր հատուկ ներկայացուցիչները պայմանավորվել են, որ երկու երկրների համապատասխան մարմինները կկատարեն անհրաժեշտ տեխնիկական ուսումնասիրությունները Գյումրի կարս երկաթուղու եւ էլեկտրահաղորդիչ գծի վերականգնման ու գործարկման համար։ 2026 թվականի հուլիսի 23-ին Ռուսաստանի Դաշնության անասնաբուժական եւ բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության Ռոսելխոզնաձորի որոշմամբ Սմոլենսկի մարզում ոչնչացվել է հայկական ծագումով թարմ վարդերի խոշոր խմբականակ։ Նշվում է, որ միջոցը կիրառվել է Ռուսաստան կարանտինային հսկողության ենթակա արտադրանքի ներմուծման կանոնների կոպիտ խախտումների պատճառով։ Հունիսի 18-ին գերատեսչության տեսուչները Սմոլենսկի մաքսային ծառայության աշխատակիցների հետ համատեղ առգրավել էին 39.200 ծաղիկ։ Բեռը տեղափոխող բեռնատարը շարժվում էր Մինսկի մարզից դեպի Մոսկվա։ Փաստաթղթերում բեռը ձևավորված է եղել որպես ոչ ալկոհոլային տոնուսավորող ըմպելիքներ։ Բեռնախցի գիզունության արդյունքում հայտնաբերվել են ծաղիկներ, որոնց բուսասանիտարական եւ ապրանքաուղեկցող փաստաթղթերը բացակայել են։ Պահպանված մակնշման պիտակների հատվածներում նշված է եղել դրանց հայկական ծագումը։ Ազգային ժողովի աշխատակազմը գործարկել է ազգային ժողովի նոր պաշտոնական կայքը, որի մշակման աշխատանքները տևել են շուրջ 6 տարի։ Ազգային ժողովի աշխատակազմից հայտնում են, որ նոր կայքն ունի թարմացված ձևավորում, նոր աշխատանքային գործիքներ, առավել արդյունավետ որոնման համակարգ եւ տեղեկատվական անվտանգության բարձր մակարդակ։ Կայքի գործարկման եւ տվյալների միգրացիայի ընթացքում հնարավոր են ժամանակավոր տեխնիկական խնդիրներ։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում մեկնարկում են զինվորական երթման արարողությունները, որի շրջանակում նորակոչիկներին հատկացվում է երկօրյա արձակուրդ, այս մասին հայտնել է Պաշտպանության նախարարությունը։ ԿՊԱ-ական պատգամավոր Հայկ Կոնջորյանի եղբորը Ավետ Կոնջորյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ քրեական գործով 5 մեղադրյալ կա, այս մասին հայտնել են քննչական կոմիտեից։ Քրեական վարույթի շրջանակում 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, այն է ֆիզիկական ներգործությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից։ Նրանցից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը եւ գրավը, մյուս մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց դեռևս չի ընտրվել։ Եմենցի հութիները հայտարարել են, որ հարվածներ են հասել Սաուդյան Արաբիայի մի շարք զգայուն նավթային օբյեկտների, որոնք արևելյան շրջանները կապում են Կարմիր ծովի Յամբու նավահանգստի հետ։ Հութիների ներկայացուցիչ Յահյա Սարին նշել է, գործողությունը իրականացվել է ի պատասխան Եմենի օդային տարածք Սաուդյան անօդաչու թռչող սարքերի ներխուժման։ Նրա խոսքով թիրախավորվել են հում նավթի մատակարարման եւ տեղափոխման կարևոր կետերը։ Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է հարձակումը եւ հայտարարել, որ իրեն իրավունք է վերապահում պատասխանել ագրեսիայի աղբյուրին։ Թրամփը հայտարարել է, որոշ չափով հիասթափված է, քանի որ 2.5 տարի անց Միացյալ Նահանգները կարող է արդեն այլ նախագահ ունենալ։ Նրա խոսքով հաջորդ նախագահը կարող է հայտարարել, թե տնտեսությունը հաջող է աշխատում, օգտվելով ներկայիս արդյունքներից։ Թրամփը փաստացի ակնարկել է, որ տնտեսական ձեռքբերումները վերագրվելու են իր վարչակազմի գործունեությանը։
Լիբանանը Բաղդադում կայացած բանակցությունների ընթացքում Իրաքին առաջարկել է նավթի տարանցման նոր երթուղի դեպի Միջերկրական ծով, շրջանցելով Հորմուզի նեղուցը։ Իրաքի վարչապետի խորհրդական Ալի Ազզեյդի Մութիր Մոհամմեդ Սալեհի խոսքով նախաձեռնության նպատակն է զարգացնել երկու երկրների տնտեսական եւ էներգետիկ համագործակցությունը։ Լիբանանի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել իրենց տարածքը դարձնել Իրաքի համար դեպի համաշխարհային շուկաներ լրացուցիչ ելք։ Կողմերը պայմանավորվել են ստեղծել համատեղ տեխնիկական աշխատանքային խումբ, իսկ իրաքյան պատվիրակությունը մոտ ժամանակում կայցելի Լիբանան։ Քննարկվում են նաև նոր նավթամուղի եւ Լիբանանում նավթավերամշակման գործանի կառուցման հնարավորությունները։ ԱՄՆ ռազմաօդային ուժերը Արաբական ծովում տեղակայել են 17 ռազմանավից բաղկացած խոշոր խմբավորում, որը կարող է ներգրավել Իրանի դեմ հնարավոր նոր ռազմական գործողություններում։ Խմբավորման կազմում ընդգրկված են 2 միջուկային ավիակիր, հրթիռային հածանավ, 11 կործանիչ, դեսանտային նավեր եւ մի քանի հարվածային սուզանավեր, զինված Թոմահոք թևավոր հրթիռներով։ Ըստ տվյալների, մինչև անցած ուրբաթ այդ ուժերը 2 շաբաթ շարունակ ամեն օր հարվածներ են հասցնում Իրանի տարածքին։ Թրամփը հայտարարել է, եթե ընթացիկ բանակցությունները ձախողվեն, ԱՄՆ-ն կվերադառնա լայնածավալ ռազմական գործողություններին։ Նրա խոսքով դիվանագիտությանը տրված ժամանակը սահմանափակ է եւ որոշումը երկար չի սպասեցվի։ Թրամփը հայտարարել է, Իրանի հետ տեղի ունեցած զարգացումները հիշեցնում են այն, ինչ նախկինում կատարվել էր Վենեսուելայի հետ։ Նրա խոսքով շատերը չեն նկատում այդ նմանությունները, սակայն իրավիճակը ակնհայտ է։ Թրամփը նշել է, Իրանին հնարավոր չէ կաշառել եւ ընդգծել է, որ Վաշինգտոնը հաղթում է ստեղծված դիմակայությունում։ Միաժամանակ նա հայտարարել է, ԱՄՆ-ն շարունակում է Թեհրանի հետ բարեկամական բանակցությունները։ Նախագահի խոսքով Իրանը ներկայում ավելի զուսպ վարքագիծ է դրսևորում, սակայն անհրաժեշտության դեպքում ռազմական գործողությունները կարող են կրկին ակտիվանալ։ ԱՄՆ-ն ժամանակին համարվում էր մարդու իրավունքների պաշտպանության գլխավոր խորհրդանիշներից մեկը, սակայն այսօր այդ դերը ըստ Ֆրանսիայի այժմ կորցրել է։ Ժնևում ՄԱԿ-ի առընթեր Ֆրանսիայի մշտական ներկայացուցչությունը հայտարարել է, որ Վաշինգտոնը այժմ մեկուսացած է այնպիսի երկրների կողքին, ինչպիսիք են Հյուսիսային Կորեան, Նիկարագուան, Մալին եւ Ռուսաստանը։ Ֆրանսիական կողմը պնդում է, որ աշխարհը այլևս չի լսում ԱՄՆ-ին այնպես, ինչպես նախկինում։ Հայտարարությունը ընդգծում է, որ Վաշինգտոնի միջազգային հեղինակությունը զգալիորեն նվազել է։ Իտալիայի ֆինանսական գվարդիան Իսպանիայի եւ Պորտուգալիայի իրավապահների մասնակցությամբ իրականացրել է խոշոր միջազգային գործողություն, որի ընթացքում Ատլանտյան օվկիանոսում առգրավել է ավելի քան 2.6 տոննա կոկային։ Գործողության արդյունքում ձերբակալվել է 4 մարդ։ Մեծածախ շուկայում խմբականակի արժեքը գնահատվում է շուրջ 78 միլիոն եվրո, իսկ մանրածախ վաճառքից հնարավոր շրջանառությունը մոտ 500 միլիոն եվրո։ Քննության տվյալներով օվկիանոսում հայտնաբերվել եւ կանգնեցվել է GoFest տիպի գերարագ մոտորանավակ, որի վրա գտնվել են ենթադրյալ թմրավաճառները։ Գործողությունը համակարգվել է Բրեշիայի կազմակերպած հանցավորության դեմ պայքարի դատախազության կողմից։ 2026 թվականի առաջին 6 ամիսներին Ռուսաստանից վտարվել է 43700 օտարերկրացի եւ քաղաքացիություն չունեցող անձ։ Այս մասին հայտնել է Դաշնային դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը։ Գերատեսչության տվյալներով այս ցուցանիշը 65.5%-ով գերազանցում է 2025 թվականի նույն ժամանակահատվածի արդյունքը, երբ երկրից վտարվել էր 26400 մարդ։ Վտարումները կատարվել են դեպի 59 տարբեր պետություններ։ Ռուսական կողմը նշում է, արտաքսումների ծավալները զգալիորեն աճել են տարվա առաջին կիսամյակում։ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայել Բաղային արձագանքել է իրանական առևտրային նավի վրա Ուկրաինայի հարձակմանը, որի հետևանքով զոհվել եւ վիրավորվել են Իրանի քաղաքացիներ։ Նա հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահի վարքագիծը հիշեցնում է առաջին աշխարհամարտից առաջ անարխիստների վտանգավոր գործողությունները, որոնք լուրջ հետևանքներ ունեցան ամբողջ Եվրոպայի համար։ Բաղային ընդգծել է, Իրանը չի միջամտում ռուս-ուկրաինական հակամարտությանը, սակայն Կիևի գործողությունները հակասում են ՄԱԿ-ի կանոնադրությանը եւ անպատասխան չեն մնա։ Նա նաև հայտարարել է, Ուկրաինայի հովանավորները պետք է զսպեն Կիևին, քանի որ նման քայլերը կարող են վտանգավոր հետևանքներ ունենալ տարբեր տարածաշրջանների համար։ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը շեշտել է, որ բոլոր այն կողմերը, որոնք աջակցում են ուկրաինական իշխանություններին, պետք է պատասխանատվություն կրեն տեղի ունեցածի համար։ Աշխարհի խոշորագույն նավագնացության ընկերությունը Մերսկը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցով անցնող բոլոր բեռնափոխադրումների համար սահմանում է լրացուցիչ վճար, յուրաքանչյուր բեռնարկղի դիմաց $1000 չափով։
Ընկերությունը նաև սահմանել է հատուկ շտապ փոխադրման սակագներ 1800-ից մինչև $3800, որոնք կգործեն դեպի Իրաքի, Քուվեյթի, Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի, Կատարի, Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Օմանի նավահանգիստներ առաքումների համար։ Մերսկի այս քայլը կապված է Հորմուզի նեղուցով ստեղծված լարված իրավիճակի եւ տարածաշրջանային ռիսկերի աճի հետ։ Բաքվում արդեն 5.5 տարի պահվող հայ ռազմագերի Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբան Լուսիանա Մինասյանը հրապարակային դիմել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, պահանջելով անհապաղ թույլատրել Մկրտչյանին զանգահարել կնոջը։ Փաստաբանի խոսքով 56-ամյա ռազմագերին առողջական ծանր վիճակում է, նա ունի սրտի լուրջ խնդիրներ, բարձր լեյկոցիտներ, հաճախակի գլխացավեր, գլխապտույտ եւ կրծքավանդակի ցավեր։ Վերջին անգամ նա կնոջ հետ խոսել է հունիսի 19-ին, տեղեկացնելով, որ ուշաթափվել է։ Մեկ զանգը չի առողջացնի նրան, բայց կնոջը հնարավորություն կտա իմանալ արդյոք ամուսինը դեռ ողջ է, սա մարդկային արժանապատվության նվազագույն դրսևորումն է, նշել է Լուսիանա Մինասյանը։ 2026 թվականի հունիսի նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը կազմել է 7.7%, իսկ նախորդ ամսվա համեմատ 4.4%։ Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ տնտեսության ճյուղերը փոփոխվել են հետևյալ կերպ. շինարարություն 25.4% աճ, ծառայություններ 19.7% աճ, արդյունաբերությունը 4% աճ, առևտրի շրջանառությունը նվազել է 0.1%-ով։ 2026 թվականի հունիսի նախորդ տարվա նույն ամսվա համեմատ արտաքին շրջանառությունը նվազել է 3.3%-ով, արտահանումը նվազել է 20.5%-ով, իսկ ներմուծումն աճել է 8.6%-ով։ Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ սպառողական շուկայում գնաճը կազմել է 5.1%։ Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով նախատեսվում է սահմանել մթնոլորտի եւ մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործությունների իրականացման միասնական կարգ։ Նախագծով նախատեսվում է կարգավորել հակակարկտային աշխատանքների, տեղումների խթանման, մառախուղի ցրման եւ ցածր անպամացության վերացման գործընթացները բնակչության, գյուղատնտեսության, ենթակառուցվածքների եւ շրջակա միջավայրի պաշտպանության նպատակով։ Աշխատանքները կիրականացվեն հիդրոօթերևութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն ՊՕԱԿ-ի կողմից օթերևութաբանական դիտարկումների եւ կանխատեսումների հիման վրա նախքան ներգործությունը կգնահատվեն հնարավոր ռիսկերը եւ ազդեցությունը, իսկ տեխնիկական անսարքության կամ վտանգավոր իրավիճակների դեպքում աշխատանքներն անմիջապես կդադարեցվեն։ Նախագծի հանրային քննարկումը կշարունակվի մինչև 2026 թվականի օգոստոսի 6-ը։ Հայաստանը կարող է կորցնել կաթնամթերքի արտահանումից ստացվող եկամուտների գրեթե 80%-ը, եթե զրկվի ռուսական շուկա մատակարարումներ իրականացնելու հնարավորությունից, այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին։ 2025 թվականին Հայաստանի կաթնամթերքի արտահանման ընդհանուր ծավալը կազմել է $20.2 միլիոն, որից $16 միլիոն կամ 79.3%-ը բաժին է ընկել Ռուսաստանին։ Արտահանվող ապրանքների թվում են պանիրը, կաթը, կարագը, ձուն եւ այլ կաթնամթերք։ Կաթնամթերքի արտահանման մյուս հիմնական շուկաներն են եղել Ամերիկայի Միացյալ Նահանգները, Բելարուսը եւ Վրաստանը։ Հիշեցնենք, որ Ռուսաստանի Ռոսելխոզնadzորը հայտարարել է, որ հուլիսի 27-ի ժամանակավորապես սահմանափակվում է Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, երկիրը արժանապատվորեն է հաղթահարում ներկայիս պատմական փուլը։ Պուտինի խոսքով երկրի ղեկավարությունը պետական համակարգի ներկայացուցիչները խորապես ներգրավված են ինչպես ներքին, այնպես էլ միջազգային զարգացումներում եւ հստակ պատկերացնում են ստեղծված իրավիճակը։ Նա ընդգծել է, որ բոլորը հասկանում են, թե ինչ պայմաններում է այսօր գտնվում Ռուսաստանը եւ ինչ մարտահրավերների է բախվում։ Ռուսաստանի նախագահը վստահեցրել է, երկիրը ներկայիս պատմական փուլն անցնում է արժանապատվորեն, շարունակելով գործել իր պետական շահերից ելնելով։ Ուկրաինայի զինված ուժերը սկսել են Ռուսաստանի դեմ կիրառել Ռութաբլոկ 1 նոր թևավոր հրթիռներ։ Դրա մասին կարող են վկայել խոցված հրթիռների բեկորների լուսանկարները։ Նիդերլանդերում արտադրված հրթիռների թռիչքի հեռահարությունը գերազանցում է 300 կիլոմետր, իսկ մարտական մասի քաշը հասնում է 150 կիլոգրամի։ Հրթիռը կիրառվում է Inerlight արբանյակային եւ տեսողական նավիգացիայի համակարգերի համակցությամբ։ Նշվում է նաեւ, որ մշակում են Ռութաբլոկ 2-ի տարբերակներ մինչեւ 800 եւ 2000 կիլոմետր հեռահարությամբ, սակայն այս տեղեկությունները պաշտոնապես չեն հաստատվել։ Թուրք քաղաքական վերլուծաբան Այդեն Սեզերը կարծում է, որ Իրանը կարող է պատասխանել Կասպից ծովում իրանական նավի վրա իրականացված հարձակմանը, հարվածելով ուկրաինական կամ դեպի Ուկրաինա ուղևորվող նավերին։ Նրա խոսքով հնարավոր գործողությունները կարող են իրականացվել Կարմիր ծովում կամ Հորմուզի նեղուցի շրջանում։ Սեզերը նշել է, նման զարգացումը կարող է ել ավելի մեծացնել տարածաշրջանային լարվածությունը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, անօդաչու թռչող սարքերով հարված է հասցրել Դնեպրոպետրովսկի մարզի Կրիվոյ-Ռոգ քաղաքում գտնվող Ուկրաինայի զինված ուժերի լոգիստիկ կենտրոնին։ Գերատեսչության տվյալներով գործողության ընթացքում կիրառվել են Գերան 4 Սիկեր տիպի անօդաչու թռչող սարքեր։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ թիրախավորված օբյեկտը ծառայել է ուկրաինական բանակի նյութատեխնիկական ապահովմանը։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Վաշինգտոն կատարելիք այցի ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ կքննարկի օրակարգի բոլոր հարցերը, սակայն առաջին տեղում կլինի Իրանի թեման։ Նրա խոսքով այցի գլխավոր նպատակը Իսրայելի անվտանգության, հզորության եւ ապագայի ապահովումն է։ Նեթանյահուն ընդգծել է, որ իր եւ Թրամփի հանդիպման առանցքում լինելու են տարածաշրջանային անվտանգության գլխավոր մարտահրավերները։ Նա նշել է, քննարկումները կներառեն ինչպես ռազմավարական, այնպես էլ քաղաքական հարցեր։ Վարչապետը վստահեցրել է Իսրայելը շարունակելու է պաշտպանել իր ազգային շահերը։ Washington Post-ը հողում անելով թմրամիջոցների դեմ պայքարի վարչության զեկույցին հայտնում է. ենթադրյալ թմրանյութ տեղափոխող նավերի ուղղությամբ ԱՄՆ-ի ռազմական հարվածները չեն նվազեցրել երկիր մուտք գործող կոկաինի ծավալները։ Վերլուծաբանների տվյալներով կարտելները պարզապես փոխել են մարտավարական ուղիները, արագ ընթաց մոտորանավակներից անցնելով ավելի խոշոր նավերի եւ օդային փոխադրումների։ Զեկույցում նշվում է, ԱՄՆ-ում կոկաինի գներն ու առաջարկը գործնականում չեն փոխվել։ Վարչության գնահատմամբ արգրաված թմրանյութի բարձր մաքրությունը վկայում է մատակարարների անխափան շարունակման մասին։ Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը հայտարարել է. նախագահ Կարոլ Նավրոցկին տեղյակ էր Ուկրաինայում պատրիոտ հրթիռների մատակարարման մասին եւ անձամբ քննարկել էր այդ հարցը իր հետ։ Նախարարի խոսքով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նույնպես խոսել է նախագահի հետ, ուստի նա չի պատրաստվում թույլ տալ, որ թեման վերածվի քաղաքական ներկայացման։ Կոսինյակ-Կամիշը նաեւ հայտնել է Ուկրաինայի խորհրդային MiG-29 կործանիչների փոխանցման գործարքը կարող է ձախողվել Կիևի դանդաղկոտության պատճառով։ Նրա խոսքով նույն ինքնաթիռներով հետաքրքրված է նաև Բուլղարիան։ Նախարարը նշել է, այդ կործանիչները շարունակում են լավ տեխնիկական վիճակում գտնվել։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ արևմուտքի սահմանած հակառուսական պատժամիջոցները ռեկորդային են թե իրենց քանակով, թե անարդյունավետությամբ։ Նրա խոսքով սահմանափակումները չեն հասնում իրենց հիմնական նպատակներին։ Պուտինը պնդել է, պատժամիջոցների հետևանքներն ավելի մեծ վնասներ են հասցնում հենց դրանց նախաձեռնողներին։ Ռուսաստանի նախագահը կրկնել է, Մոսկվան շարունակում է դիմակայել արտաքին տնտեսական ճնշմանը։ Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Ուկրաինայի դեսպանին այն բանից հետո, երբ Սեպտսովում հարձակման է ենթարկվել առևտրային նավ, որի անձնակազմում եղել են հնդկաստանի քաղաքացիներ։ Ըստ տվյալների նավում գտնվել են 4 հնդիկ նավաստիներ։ Դրանից հետո Նյու Դելին նաև նախազգուշացրել էր քաղաքացիներին հակամարտության գործիներում առևտրային նավերի վրա աշխատանքի անցնելուց առաջ մանրակրկիտ գնահատել անվտանգության ռիսկերը։ Ուժեղ Հայաստան կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը վարչական դատարան հայցադիմում է ներկայացրել ընդդեմ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի վիճարկելով հանձնաժողովի կայացրած որոշումը։ Հիշեցնենք, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Կարապետյանին 200,000 դրամի չափով վարչական տույժեր նշանակել կուսակցության նախագահի պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ արկա գույքի եւ եկամուտների հայտարարագիրը օրենքով սահմանված ժամկետում չներկայացնելու համար։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշման համաձայն Սամվել Կարապետյանը չի ներկայացրել հայտարարագիրը, նույնիսկ հանձնաժողովի գրավոր ծանոթացումից հետո օրենքով սահմանված լրացուցիչ 30-օրյա ժամկետում, ինչի հետևանքով նրա նկատմամբ կիրառվել է վարչական տույժ 200,000 դրամի չափով։ Նշվում է, որ կուսակցության նախագահի պարտականությունները ստանձնելու պահին 2026 թվականի փետրվարին Սամվել Կարապետյանը դատարանի որոշմամբ գտնվել է շփումների սահմանափակումների ներքո, իսկ ներկայումս գտնվում է տնային կալանքի տակ։ Ըստ հրապարակված տեղեկությունների Սամվել Կարապետյանը դատական կարգով վիճարկում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշումը, հայցը մակագրվել է դատավոր Մհեր Պետրոսյանին, այս պահին տեղեկություն չկա, թե արդյոք այն ընդունվել է վարույթ։ Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ պետպաշտոնական կայքում հրապարակվել է 2026 թվականի առաջին կիսամյակի ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի եւ վճարների վերաբերյալ տեղեկատվությունը։ 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2026 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 109 միլիարդ 895 միլիոն դրամ։ Պետական բյուջեը մուտքագրվել նախորդ տարվա նույն ցուցանիշից ավելի 123 միլիարդ 824 միլիոն դրամ, նախորդ տարվա
տարվա նույն ցուցանիշը կազմել է ավելի քան 986 միլիարդ 71 միլիոն դրամ։ Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 939 միլիարդ 957 միլիոն դրամ, պետական բյուջեի մուտքագրվել նախորդ տարվա նույն ցուցանիշից ավելի 120 միլիարդ 537 միլիոն դրամ։ Մաքսային մարմին կատարված վճարումների գումարը ավելի քան 169 միլիարդ 938 միլիոն դրամ, պետական բյուջեի մուտքագրվել նախորդ տարվա նույն ցուցանիշից ավելի 3 միլիարդ 286 միլիոն դրամ։ Հազարխոշոր հարկ վճարողների վերաբերյալ ցանկը հասանելի է ՊԵԿ պաշտոնական կայքի տեղեկատվություն հարկ վճարողների վերաբերյալ բաժնի հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկերի ենթաբաժնում։ Վերաքննիչ դատարանն Արմատ մեդիայի խուզարկությունն ապօրինի է ճանաչել։ Դատարանն արձանագրել է, որ խախտված են մեդիայի սեփականատեր Ալիկ Ալեքսանյանի իրավունքները։ Քննչական կոմիտեում քննվող վարույթն էլ կապված է Արմատ մեդիայի սեփականատեր Ալիկ Ալեքսանյանի հետ, իսկ նրան առնչվող օրինված գործը փողերի լվացման ու քաղաքացիներին հավաքին մասնակցելու համար իբրև թե նյութապես շահագրգռելու մասին է։ 2 ամիս է Ալեքսանյանն ակնհայտ ապօրինի կալանքի տակ է, նշել է փաստաբան Լիաննա Գասպարյանը։ Նրա խոսքով այս ընթացքում քննչական որևէ գործողություն չի կատարվել։ Մամուլում տեղեկություններ կան, որ հուլիսի 25-ին իր շքամուտքի առաջ դաժանաբար ծեծի է ենթարկվել քաղաքացիական պայմանագիրի խմբակցության падգամավոր Հայկ Կոնջորյանի եղբայրը Ավետ Կոնջորյանը։ Քննչական կոմիտեն հայտնել է, որ Ավետ Կոնջորյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ քննչական կոմիտեի Կոթայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության եւ խուլիգանության հատկանիշներով գործով ձերբակալվել է 2 անձ։ Հուլիսի 26-ին ժամը 16:54-ին ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոնն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ բնակավայրում Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում երեխաներ են մոլորվել, դեպքի վայր են մեկնել ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը Հրշեջ փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ եւ Մեծ Պարնի կամավորական Հրշեջ փրկարարական խմբից 4 կամավոր։ Ժամը 18:15-ի սահմաններում Մեծ Պարնի բնակավայրում փրկարարները եւ կամավորները հայտնաբերել են երեխաներին, որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցել են 16 փրկարարական ծառայող եւ 4 կամավոր։ Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ Ալ-Շարան հայտարարել է Դամասկոսի իշխանափոխությունից հետո Ռուսաստանի հետ հարաբերություններում նոր փուլ է սկսվել։ Նրա խոսքով երկու երկրներն ունեն պատմական կապեր եւ ընդհանուր շահեր, իսկ ներկայում աշխատում են հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Վերջինս նշել է ռուսական ռազմաբազաների ապագայի վերաբերյալ բանակցությունները դեռ ավարտված չեն։ Նա հիշեցրել է նախկինում խոսել է ռուսական բազաները աստիճանաբար սիրիական բանակի ուսումնական կենտրոնների վերածելու ծրագրերի մասին։ Թրամփը հերքել է տեղեկությունները, թե Վաշինգտոնը բավարար զինամթերք չունի Իրանի դեմ լայնամասշտաբ ռազմական գործողությունները շարունակելու համար։ Նրա խոսքով ԱՄՆ-ն ունի ավելի շատ զինամթերք, քան աշխարհի ցանկացած այլ երկիր, եւ նույնիսկ ավելի շատ, քան անհրաժեշտ է։ Ավելի վաղ New York Times-ը հայտնել էր, Թրամփը հետաձգել է ռազմական գործողությունների ընդլայնումը, պատրիոտ համակարգերի հրթիռների եւ այլ հակաօդային զինամթերքի պաշարները չսպառելու նպատակով։ Նշվում էր նաեւ, որ զինվորական ղեկավարությունը զգուշացրել է, պատերազմի սրման դեպքում այդ պաշարները կարող են հասնել վտանգավոր ցածր մակարդակի։ Թուրքիան օգոստոսից նոյեմբեր Էստոնիա կուղարկի 5 F-16 կործանիչ եւ 181-րդ էսկադրիլիայի 76 զինծառայող։ Նրանք կմասնակցեն ՆԱՏՕ-ի Բալթյան օդային ոստիկանության առաքելությանը, որը նախատեսում է Էստոնիայի, Լատվիայի եւ Լիտվայի օդային տարածքների պահպանություն։ Թուրքիայի ռազմաօդային ուժերի ներկայացուցիչ Օզդեմիրը հայտարարել է, առաքելությունը կարևոր դեր ունի դաշինքի արևելյան թևի պաշտպանության ամրապնդման գործում։ Նրա խոսքով մասնակցությունը կբարձրացնի Թուրքիայի զսպման կարողություններն ու դաշնակիցների հետ փոխգործունակությունը։ Չինաստանի նախագահ Սի Ցինփինը հայտարարել է, Չինաստանն ու Բրազիլիան պետք է համատեղ խթանեն BRICS-ի ընդլայնման համագործակցության զարգացումը։ Այս մասին նա ասել է Բրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլվայի հետ հեռախոսազրույցի ընթացքում։ Սի Ցինփինի խոսքով երկու երկրները պետք է պահպանեն համագործակցության ճիշտ ուղղությունը եւ ամրապնդեն միասնությունը։ Չինաստանի առաջնորդը ընդգծել է նոր գործնական արդյունքների հասնելու եւ հարավի երկրների միջև համերաշխությունն ու անկախ զարգացումը խթանելու անհրաժեշտությունը։ Պեկինը նաեւ հայտնել է աջակցում է Բրազիլիայի պետական ինքնիշխանության եւ անկախության պաշտպանության հարցում։ Սի Ցինփինը նշել է, Չինաստանը դեմ է արտաքին միջամտությանը եւ աջակցում է Բրազիլիայի դերին տարածաշրջանում եւ աշխարհում խաղաղության եւ կայունության պահպանման գործում։
Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայել Բաղային հայտարարել է. Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկու վարքագիծը հիշեցնում է անարխիստերի գործողությունները առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին։ Նրա խոսքով ուկրաինական իշխանությունները սեփական երկիրը վերածել են գերտերությունների աշխարհաքաղաքական հակամարտությունների գործիքի։ Բաղային նշել է Կիևը հակամարտության լուծման վրա կենտրոնանալու փոխարեն անընդհատ մեղադրում է այլ երկրներին։ Նա ընդգծել է, որ այդ քաղաքականությունը վնասել է ոչ միայն Ուկրաինային, այլև ամբողջ տարածաշրջանին։ Աքսիոսի փոխանցման Պենտագոնը կարծում է, որ Իրանի դեմ իրականացվող ամերիկյան ավիահարվածներն այս փուլում հասել են իրենց արդյունավետության սահմանագծին։ Աղբյուրների տվյալներով ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ղեկավար ծովակալ Բրեդ Քուփերը խորհուրդ է տվել դադարեցնել Հորմուզի նեղուցի շրջանում ռմբակոծությունները, նշելով, որ դրանք այլևս չեն ապահովում ցանկալի արդյունք։ Ըստ պորտալի այդ գնահատականը ազդել է նախագահ Թրամփի հարվածները դադարեցնելու որոշման վրա։ Միաժամանակ Քուփերը չի բացառել լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսումը, եթե քաղաքական որոշում ընդունվի հարվածել մնացած թիրախներին։ Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայել Բաղային հայտարարել է. Թեհրանը երբեք չի դիմել ԱՄՆ-ին բանակցությունները վերսկսելու խնդրանքով։ Նրա խոսքով նման քայլը չի համապատասխանում Իսլամական Հանրապետության քաղաքական բնույթին։ Բաղային նաև ընդգծել է. Իրանը թույլ չի տա, որպեսզի Վաշինգտոնը որոշի պատերազմի ավարտի պայմանները։ Նա հայտարարել է. Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ, իսկ Իրանի եւ Օմանի միջև ընթացող բանակցությունները դրական մթնոլորտում են ընթանում։ Կանադայի բրիտանական Կոլումբիա նահանգում երկու խոշոր անտառային հրդեհների օջախները միավորվել են, վերածվելով մեկ հսկայական աղետի։ CBC-ի փոխանցման հրդեհի ընդհանուր մակերեսը արդեն գերազանցել է 66,000 հեկտարը։ Չոր եւ շոգ եղանակը շարունակում է խիստ բարդացնել հրշեջների աշխատանքը, իսկ վտանգավոր գոտիներից տարհանվել են հարյուրավոր բնակիչներ։ Այրվել է առնվազն 20 բնակելի տուն եւ այլ շինություններ, սակայն զոհերի կամ վիրավորների մասին տվյալներ դեռ չկան։ Տարածաշրջանում ներկայում գրանցված է 145 ակտիվ հրդեհի օջախ, որոնց մարման աշխատանքներում ներգրաված են շուրջ 1000 փրկարար, հարյուրավոր մեքենաներ եւ 162 ինքնաթիռ ու ուղղաթիռ։ New York Times-ի տեղեկություններով Թրամփը քննարկում է Իրանի դեմ հակամարտության զարգացման 3 հիմնական տարբերակ։ Դրանք ներառում են ռազմական էսկալացիան, տնտեսական ճնշման ուժեղացումը նոր պատժամիջոցների միջոցով եւ պատերազմից դուրս գալը, այն ներկայացնելով որպես ԱՄՆ հաղթանակ։ Թերթը նշում է, այս սցենարները քննարկվել են նախագահ J.D. Vance-ի, պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթի, հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ։ Ըստ պարբերականի հակամարտության 5 ամիսների ընթացքում ԱՄՆ-ին չի հաջողվել հասնել իր հիմնական նպատակներին, այդ թվում Իրանում իշխանափոխության։ Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության կոմիտեի ղեկավար Էբրահիմ Ազիզին հայտարարել է. Թեհրանը անպատասխան չի թողնի Կիևի գործողությունները Կասպից ծովում իրանական նավի վրա հարձակման համար։ Նրա խոսքով Իրանի դեմ ցանկացած հարձակում միշտ ունի իր գինը, եւ դա արդեն հասկացել են թե ԱՄՆ-ն, թե Իսրայելը։ Ազիզին ընդգծել է. Ուկրաինան եւս շուտով կհամոզվի, որ Իրանը պատասխան է տալիս իր դեմ ուղղված գործողություններին։ Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի հերթական խոստումը կատարված է, այս մասին հայտնել են Ուժեղ Հայաստան կուսակցությունից։ Այսօրվանից գործում է անվճար տրանսպորտային միջոց, որը փոխադրումներ է իրականացնելու Լոռու մարզի Ստեփանավան քաղաքից դեպի Լոռի Բերդ, Լեջան, Ակարակ, Յաղդան ու Կողես գյուղ եւ հակառակ ուղղություններով, ասվում է հայտարարությունում։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով 2025 եւ 2 ծորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ, այս մասին տեղեկանում ենք պաշտպանության նախարարությունից։ Լրացուցիչ արձակուրդների տրամադրման գործընթացը շարունակվում է, հայտնել են նախարարությունից։ Երևանն ու Թեհրանը քննարկել են Արաքսկետի վրա երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությանը վերաբերող հարցեր, հայտնել են Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից։ Իրանում գտնվող տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաչյանն ու Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների եւ քաղաքաշինության նախարար Տիկին Ֆարզանե Սադեղը հանդիպմանը նշել են, որ դրա իրականացումը կբարձրացնի երկու երկրների միջև տրանսպորտային թողունակությունը եւ կնպաստի տնտեսական համագործակցության հետագա զարգացմանը։ Նրանք պայմանավորվել են ձեռնարկել անհրաժեշտ քայլեր երկու երկրների միջև բեռնափոխադրումների ծավալների ավելացման ուղղությամբ։ Բաքվում այսօր մեկնարկել է M17 տարեկաների աշխարհի առաջնությունը, մրցումային առաջին օրը գործ դուրս կգան հետևյալ ըմբիշները 48 կիլոգրամ Քաշային Արարատ Ավետիսյանը, 55 կիլոգրամ Գեղամ Եղիազարյանը, 65 կիլոգրամ Վազգեն Նացականյանը, 80 կիլոգրամ Վահե Հովեյանը, 110 կիլոգրամ Խաչիկ Խաչատրյանը։ 65 կիլոգրամ Քաշային Վազգեն Նացականյանը մեկնարկում 7-4 հաշվով առավելության է հասել իրանցի ըմբիշի նկատմամբ, հաղթական 4 միավորը վաստակելով բառացիորեն վերջին 2-3 վայրկյանին։
Եղանակը առաջիկա օրերին հուլիսի 28-ին 30-ից 31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 29-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, քամին հարավ-արևմտյան 2-ից 5 մետր վարկյան։ Հուլիսի 26-ից 31 Արմավիրի մարզում, Արագածոտնի եւ Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամուշ գնացում 15-ից 18 մետր վարկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։